շատերը լռեցին։ Երբ արժանապատվությունը ծաղրի վերածվեց, շատերը լռեցին։ Երբ երկիրը թուլացավ, շատերը հարմարվեցին։ Իսկ հիմա լռելու ժամանակը չէ։ Բարի լույս։ Նախ սկսենք նրանից, որ քաճառողջություն մասենք պարոն Խուշյանին ու բարի վերադարձ շուտով մենք տեսնենք իրան մեր մոտ Հայաստանում։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, թող միշտ Աստծո զորեղ աչքը ձեզնից անպակաս լինի։ Բարի լույս Փակ TV, բարի լույս այն մարդկանց, ովքեր հետևում են, ձեզ հետ Արման Այվազյանն է, Էքսասեն Շաման ու այսօր խոսելու ենք մի քանի կարևորագույն թեմաներից։ Կարևորագույն թեմաները այսօր խոսելու ենք օրերի մասին, թվերի, գույների, զգուշացումների, նախազգուշացումների, ինչպես նաև կպատասխանեմ մի քանի տարո հարցերի հետ կապված այն մարդկանց, ովքեր գրել են իրենց ծննդյան ամիսամսաթվերը։ Առաջին հերթին խոսենք թվերի մասին։ Թվերը մարդու կյանքում շատ կարևորագույն նշանակություն ունեցող երևույթներից են։ Այս պարագայում այն մարդիկ, ովքեր ունեն 5, 7, 11, 14, 21, 26, այդ մարդիկ այս եկող ամիս հունիս ամսվա համար լինելու են շատ հաջողակ, որտեղ այդ թվերում այն մարդիկ, ովքեր ծնվել են այդ օրը, ունենալու են ֆինանսական կայունության, փոփոխության, էներգետիկ ամբողջական երևույթների հետ կապված շատ մեծ բարգավաճում։ Այն մարդիկ, ովքեր ծնվել են 1, 4, 2, 12, 16, 21 եւ 24, այդ մարդիկ այս եկող ամիս ունենալու են ահավոր բարձրունքի հասնելու եւ հիասթափությունը իրանց հաստատ կգա, որովհետեւ տեսնելու են իրենց կողքային մարդկանց, ովքեր մնայուն են ու կայունանալու են։ Իսկ այն մարդիկ, ովքեր ծնվել են 3-ին, 8-ին, 9-ին, 12-ին, 14-ին, կրկնում եմ թվերը, եւ 15-ին, այդ մարդիկ ունենալու են շատ մեծ նեգատիվ էներգետիկ ազդեցության եւ պասիվության շրջան, որտեղ նաեւ այս երկու թվերը, որոնք համընկնում են իմ ասացի հետ, այդ ժամանակահատվածում մարդիկ ունենալու են վերելքից մինչեւ ցածրունք իջնելու անկման երևույթ։ Սակայն ասեմ, որ շատ շուտով այդ մարդկանց մոտ կբացվի նոր երևույթների, նոր գույների, նոր աշխուժության եւ օգոստոս ամիսը նրանց համար կլինի ավելի բարգավաճած եւ հաղթանակած։ Բազմաթիվ հարցերից մեկն է ինչ է սպասում Հայաստան աշխարհին, ինչ է սպասում այս ընտրություններին, ինչ է սպասում այս քաղաքական եռուզեռին։ Անկախ նրանից, որ ես քաղաքական գործիչ չեմ, բայց բազմաթիվ հարցերի ենք ականատես լինում ու պատասխանեմ կարճ, հստակ։ Այն ինչ սպասումներ ունեք ներկա պահին, ունենալու ենք մի հատ բարձրունք, սակայն լինելու է բազմաթիվ թյուրիմացություններ, լինելու է բազմաթիվ խառնաշփոթներ, կարող է լինել կրակոցների լինի, սակայն վերջնակետը հասել է։ Այն իմաստած ժամանակահատվածը, որ վերջնակետ ու որոշումը արդեն ժողովրդունն է լինելու, դա հասել է գագաթնակետին։ Մենք ունենալու ենք այն ժպիտները, որ շատ վաղուց սպասում ենք, շատ վաղուց ուզում ենք տեսնենք, շատ վաղուց փորձում ենք տեսնել ու խոսում ենք դրա մասին, այսօր մենք շատ կարճ ժամանակ հետո էլի կլինի հաղթանակած երկիր ենք ունենալու, մեր դրոշը, մեր ծածանված եռագույնը բազմաթիվ տեղ է լինելու։ Ինչպես ամեն անգամ եմ ասում, այս տարի եւս ունենալու ենք բարձունքներ սպորտում, գյուղատնտեսությունում եւ իհարկե ունենալու ենք շատ մեծ աճ Հայաստան անունը Եվրոպայում հնչեցնելու համար։ Կարճ պատասխանեմ երկու բառով, քանի որ ես քաղաքականության հետ կապ չունեմ ու իրավունք էլ չունեմ դրա մասին խոսելու, դա իմ տեսակետը կարող եմ հայտնել։ Կարճաժամկետ իշխանության փոփոխություն է սպասվում։ Այսինքն գալու է մի ժամանակաշրջան, որ շատ շուտով այս իշխանության ընդունվելուց եւ անցնելուց հետո լինելու է փոփոխություն, լինելու է նոր սերնդի, նոր ներկայացուցիչ, որ իսկապես վերջապես մեր Հայաստան աշխարհը կարող է լիարժեք շունչ քաշել ու մեծ փոփոխություններ լինել։ Հարց եք տալիս պատերազմ սպասում է թե ոչ, պատերազմական իրավիճակ չունենք, հարց եք տալիս տարածքների մասին,
Հարգելիներս, ես շատ բան կարող տեսնեմ, բայց նմանատիպ հարցերին ցանկություն չունեմ պատասխանելու մի կարճ պատճառով, որ երբևիցե քաղաքականության մեջ չկամ։ Ինչ է սպասվում ընդհանրապես Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան հարաբերությունների շատ հարցեր եք տվել, ժողովուրդ խաղաղություն լինելու է, բայց մեր սպասվածից ավելին սպասեք սեպտեմբերից հետո։ Այսինքն այդ ամեն ինչը մի հատ փնթի հեղաշրջումը անցնի ու ամեն ինչ սեպտեմբերից հետո նոր ժամանակաշրջան կլինի ու տարուկես մաքսիմալ երևույթից մենք ունենալու ենք այն, ինչ որ կամ։ Հիմա մի հատ կոմենտ անող մարդ ունենք, բա դուք ասում եք Ղարաբաղի կեսը հետ ենք բերելու, էսա ինքը տակը կգրի այդ հարցը, դուք ասել եք, որ հետ ենք բերելու, նշեմ եւս մեկ անգամ հարգելիս, ես քաղաքական գործիչ չեմ, բայց երբ որ դուք հարց ամեն անգամ տալիս եք, պատասխան տամ շատ բաներ կարանք տեսնենք, բայց իրավունք չունենք արտահայտվելու, որովհետեւ ոչ բոլորին հաճելի կլինի դա լսել։ Ինչ վերաբերում է ձեր հարցերին, այս ամսվա գույներն են դեղինը, կապույտը, կանաչը։ Աշխատեք շատ օգտագործեք նմանատիպ գույները։ Աշխատեք ավելի շատ էմոցիոնալ ձևով վերաբերվել այդ գույներին ու կրեք։ Կլինի դա զարդի միջոցով, կլինի հագուստի միջոցով, կլինի դա ինչ-որ կտորի միջոցով, դրամապանակի կամ պայուսակի, օգտագործեք այդ գույները, որպեսզի դրական էներգետիկան շատ շուտով ավելի ձեզ հետ լինի, ավելի փոփոխական լինի։ Օրվա խորհուրդը կարճ կլինի, հայլու մեջ նայեք ու ասեք, այսօր ամենալավ օրն է, այսօր ունենալու եմ այն, ինչի համար պայքարում եմ, ինչի համար երկար ժամանակ ուզեցել եմ ու չեմ ունեցել, այս անգամ ես ունենալու եմ։ Նայում եք երկու անգամ հայլու մեջ ու ասում եք, ես դա կարող եմ, ու դուրս եք գալիս։ Երբ որ դուք գալիս եք մուտք ներս մտնելուց, դուք չեք միանգամից դուրը բացում ներս մտնում։ Մուտք անելուց առաջ ասում եք, ես հինը թողում եմ դրսում, նորով, զրոյով, զրոական էներգիայով մտնում եմ տուն, թող որ բարին լինի։ Եվ մտնում եք տուն, արդեն լվացվում, ձեր գործերն անում, դուրս գալուց ասում եք, այն ինչ մնաց հետևում, զրոյից սկսում եմ դրսում։ Եվ ամենակարևոր բանը, եթե կա տանը հայլի ու ինքը միջանցքում է դրված, երկար մեկ նայեք հայլուն։ Երկար չի կարելի նայել ու ասել ես տգեղ եմ, ես փոխվել եմ, սա ինչ դուր չի գալիս իմ վրա, սա իմ մոտ էս ինչա, ոչ, հայլին ունի ուժ, որը հակադարձային է։ Ինքը այն ինչ որ ասեցիք, ինքը ձեզ հետ է տալու։ Այս պատճառով խոսեք դրա հետ դրական։ Ու այդ դրականի ժամանակ դեր մոտ բավականին դրական փոփոխություն կլինի։ Հայլիները երբեք չի կարելի իրար դեմ դիմաց դնել, դուք ավտոմատ ստեղծում եք պորտալ, որի շրջանակներում դուք կարողանում եք այդ էներգետիկան անընդհատ պտտել ձեր շուրջը, անընդհատ ֆռացնել ձեր շուրջը, անընդհատ խոսել դրա մասին, այդ էներգետիկան մնում է այդտեղ։ Ինչ եք անում, եթե կան իրար դեմ դիմաց կամ զուգահեռ մեկը մյուսին նայելու հատկություն ունի, հայլիներ ուղղակի հեռացնեք իրանից։ Մեկ է շատ հետաքրքիր հարց է տվել Արեգը, Սիմոնյան Արեգ, Արման ջան, բազմաթիվ անգամ նշում եք ժամացույցների հետ կապված հարցը, ինչի եք ֆիքսում ժամացույցների, որտեղ ժամացույցը միակ էներգետիկան է, որ ձեզ կարող է ղեկավարել ու ձեր ժամանակը տանել առաջ կամ պասիվացման շրջանում թողել։ Նմանատիպ դեպքերում ես միշտ ասում եմ ժամացույցը չպետք է կանգնի, երբ որ ժամացույցը կանգնում է, մնում է նույն տեղում, նմանատիպ դեպքերում միշտ ու միշտ պետք է այդ էներգետիկան վերանայել։ Այսինքն չենք թողում տունը ժամացույց, չենք թողնում իրան փակ տեղում, դնում ենք լուսավոր տեղ, անպայման իրեն տեսնում ենք, որ ինքը աշխատի։ Երբ որ ժամացույցը հետ է կանգնում, երբեք ու երբեք, անկախ ժամի գրաֆիկից, չի կարելի իրան հետ պտտել։ Պետք է իրան առաջ տալով ֆռացնել սլակները, որպեսզի դուք այդ էներգետիկան հետ չգնաք, այդ ժամանակաշրջանում ստացված բացասական նեգատիվ էներգետիկան, որը որ կա, չթողնեք էլի գա ձեր մոտ, այլ իրան ընդհանրապես բաց թողնել։ Նշում ենք նաև բալանի մասին, բալանիները կարևորագույն երևույթ է։ Ինչ եք անում։ Բալանին դնում եք ձեր բարձի տակ ու ասում եք,
Ոնց որ գիշերն եմ ես փակում, այնպես էլ առավոտը 0-ով բացում եմ։ Ոնց որ գիշերն եմ ես փակում, այնպես էլ թույլ եմ տալիս 0-ով, նոր կյանքով, նոր լույսով բացվի։ Այս ծիսակարգը շատ հեշտ է, շատ կարևորագույն է, չունի ոչ մի բացական նեգատիվ, չունի իրենց ընդհանրապես ներկայացնում է բարձ հասարակ զրոական էներգետիկա ստանալու, լույսը բացվելու, եւ այն դա վերաբերվում է այն մարդկանց, ովքեր թույլ են հարթանում, արդեն արտանում են իրենք էներգիա չունեն աշխատելու, անդադ հոգնած են։ Այս տարբերակ օգտագործելով դուք կարող եք դա զրոացնել ու ունենալ նոր էներգետիկ շունչ։ Բայց պարտադիր դա անում եք 3 օր։ 4-րդ օրը այդ բալանին պարտադիր պետք է գցվի խաչմերուկի վրա։ Ասելով ոնց որ ես եմ ազատում ամեն ինչը, այնպես է 0-ից սկսում եմ ամեն ինչ։ Ու կտեսնեք օրերի տարբերությամբ ինչքան շատ հաճելի է լինում։ Այսօր ինչպես ասացի, նաև խոսելու ենք մատրիցաների մասին, հաշվելու ենք մատրիցաները, բազմաթիվ հաճախորդ Փակ TV հետևորդներ գրել էին իրենց թվերը, այսօր խոսելու ենք դրանց մասին եւ սկսենք։ Առաջինը, Արման 1909-1979, նախ սկսենք հաշվել նրա մատրիցան, խոսել նրա թվերի հետ, ինչպես ամեն անգամ անում ենք թվերը գումարելով։ Նշեմ, նայեք, այստեղ 1909-1979 եղավ, այսինքն մենք գումարում ենք բոլոր զույգ թվերը, այսինքն 1 գումարած 9, 0 գումարած 9, 1 գումարած 9, 7 գումարած 9։ Ինչպես եմ ես հաճախակի ասում, դուք 9 եք, 7 եք, որ ես միշտ դա ասում եմ, այս պարագայում տվյալ մարդու մոտ կտեսեք ինքը անդադ կրկնվում է 9 թիվը։ Այսինքն տվյալ դեպքում մարդը ձիվյատկա է, այսինքն ինքը իր հաջողակ թիվը միանշանակ 9-ը ու 1-ը։ Անհաջողակ թիվը տվյալ մարդու մոտ 4-ն է, այսինքն եթե ինչ-որ գործարք կամ ինչ-որ մի բան ուզում եք անեք, անպայման աշխատեք անեք ամսի 1-ին, 9-ին, առաջի ամսվա 9-րդ օրը, 9-րդ ամսվա առաջին օրը, այս պարագայում ամիսներից ես համար շատ մեծ հաջողության շրջան է սկսում, շատ մեծ դրական փոփոխություն է սկսում։ Այն լարվածությունը, որ ձեր մեջ էներգետիկապես կա, նաև այստեղ գալիս եմ, ես նկատում եմ, որ կա էներգետիկ կնոջ բացակայության, էներգետիկ կնոջ փոփոխության, որը որ ձեր կյանքում ինչ-որ տարիների ընթացքում ֆլիրտային լարվածության հետևանքով առաջացած դեպի ձեզ բացական նեգատիվի էներգետիկա է։ Այսօրվա տառոները մեր մոտ մի փոքր տարբերվում են նրանով, որ ինքը լրիվ ուրիշ տառոներ են, շամասկի տառոներով ենք աշխատելու, որը որ կոնկրետ 3 կարտով կարող ենք տեսնել ընդհանուր մարդու էներգետիկայի ամբողջական երևույթների մասին։ Եվ ասպես, ինչ է սպասվում Արմանին, ինչ է սպասվում ու ինչ հարցեր կա, ինչ խոսակցություններ կա։ Նայեք, այստեղ ունենք ֆինանսական կայունություն, փոփոխություն, գործնականի, անձնականի եսի, հիասթափություն ու անեծքը, որ ամբողջական ձևով ազդում է տվյալ մարդու էներգետիկ դաշտի հետ կապված, եւ կարմիչսկի էներգետիկա, որը որ ներկա պահին իրենց տանը անընդհատ նույն բանի մասին խոսացվում է, անընդհատ այդ թեման բարձրացվում է։ Այդ իսկ պատճառով մարդու էներգետիկան չեն կարող թողենք հանգիստ ու մենք չենք կարողանում մարդուն տալ այն դրականը, որը որ ինքը սպասվում է։ Անպայման խոսեք դրականի մասին ու այդ ամեն ինչը կանցնի։ Երկրորդը Ժասմինը 1902-1986 դարձյալ 1 գումարած 9, 0 գումարած 2, 1 գումարած 9, 8 գումարած 6։ Այս պարագայում ժասմինների մոտ հաջողակ թիվը 2-ն է, անհաջողակ թիվը 1-ը եւ 5-ը։ Մենք ունենք նաև ֆինանսовый կոդը, որը որ 9, 2, 10, 18 եւ
24 եւ 6։ Այս պարագայում իր մոտ ֆինանսовый կոդը 826-ն է։ Այսինքն, երբ որ ինքը դափնում տերևի վրա գրի այդ 826-ը, պահի իր դրամապանակի մեջ 3 շաբաթ շարունակ, ամեն շաբաթ ինքը հանի, վառի, նորից դնի, այդ ամեն ինչը իր մոտ շատ մեծ ֆինանսовый պատոկ սկսի ու բավականին կարգավորում կնի։ Չկա ոչ մի բացասական երևույթի խոսակցություն։ Ինքնա բացասական, ինքնա երևութային խնդիր, այսինքն մենք այստեղ չունենք ոչ թուղթուգրի հետևանք, ոչ անեծքի հետևանք, չկա նմանատիպ խնդիր, որի պատճառով ինքը կոնկրետ իր մատուցան անհաջողություն լինի։ Ինչ է սպասվում Ժասմինային, ինչ կարող է փոխել, ինչ սպասել մոտակա օրերի ընթացքում եւ ինչին կարող է վերել ու ինչ դրական եւ բացասական կողմեր կարող է ունենալ։ Ինչպես ասացի, տվյալ մարդու մոտ չկա ոչ մի բացասական երևույթ, ընդհակառակը շատ մեծ պոտենցիալ փոփոխություն, շատ մեծ հաղթանակ գործի հետ կապված, որը որ ինչ-ինչ պատճառներով մի քիչ դանդաղում է, բայց այս ամենի փոփոխությունը ինքը տեսնելու է 8-րդ ամսվա 2-րդ օրվանից սկսած, այսինքն օգոստոսի 2-ից 6 ընկալ ժամանակահատվածում իր մոտ ամբողջական փոփոխություն, ամբողջական էներգետիկան զրոական վիճակում լինելու է իր մոտ շատ մեծ դրական։ Եվ այստեղ ունենք Արեգ 210991։ Եվ կդարձալ էլի նույն մատուցան 2 գումարած 1, 0 գումարած 9, 1 գումարած 9, գումարած 9, գումարած 1, այստեղ 3, այստեղ 9, հաջողության թիվը 3-ը և 9, այստեղ 1, այստեղ 1, անհաջողության թիվը 1, բայց այստեղ խոսակցությունը գնալու է դավաճանության մասին։ Արեգ ջան, տվյալ դեպքում գրել ես թվե, պետք է նաև լսես այն ինչ որ կա, այսինքն մենք չենք նայելու դու ընտանիքում ինչ կլինի, դու գրել ես քո թիվը, ուզում ես լսես այն իրականությունը, որը որ կա։ Ներողություն եմ խնդրում քեզանից, բայց դավաճանություն, որը որ քեզ համար լինելու ճակատագրական։ Ես չգիտեմ Արփինե անունով աղջիկը ով է, բայց զգուշացի, որովհետև կոնկրետ քո ու իր հարաբերությունը ջրի երեսա դուրս գալու։ Ունես իրանից մեկ տղա, որի մասին դու գիտես, բայց չես ընդունում։ Ունես երկու խոսակցություն տարբեր երկու աղջիկների հետ, ու անդադ կնոջդ ասում ես, ինչի՞ է մեր սեռական կյանքը սառել։ Այդ աղջիկը չի կարողանում քեզ ներել, որովհետև քո դավաճանության մասին գիտի։ Կամ սկսի 0-ից, կամ եկող ամիս որոշում կայացրու, որովհետև քո կինը հղի է, ու եթե դու սենց շարունակես նման պարագայում, դու կունենաս այն բացասական երևույթը, որը որ կարմայի ձևով, ոնց քո մաման է բաժանվել քո պապայից, տատիկի անեծքի ու թուղթուգրի պատճառով, նույնը ընկնելու է Արփինեի պատճառով քո ընտանիքում, կամ պահպանիր ընտանիքդ, կամ այդ աղջիկա էներգետիկան հանգիստով, որպեսզի հետագայում քո նորածին ծնվող տղային դա չխանգարի։ Ինչ է սպասվում, Արեգ։ Արեգ, դու ահավոր բաբնիկ ես, ահավոր, կնամոլ։ Արեգ, քո հետ կապված ֆինանսիվ շատ մեծ հաջողություն կա, դու լավ արդյունավետ բիզնեսմեն ես, դու ունես մի քանի ինչ-որ բիզնեսներ, որովհետև ֆինանսայի հետ կապված խնդիր չունես դու ստեղ։ Աղջիկները քո կյանքում ահավոր շատ են, դրա մասին քննարկման ենթակա չի, բայց երկու հոգուց զգուշ եղի։ Դու դրամական կորուստ ես ունենալու, ոչ թե ինչ-որ բիզնեսի հետ կապված մինուս ես գնալ, քեզնից գողանալու են։ Ու գողացող քո մոտիկ ընկերոջ մասին է խոսքը։ Եվ իմ ասած այս երևույթը, որը որ բավականին շատ վատ էներգետիկ ազդեցություն է ունենալու քո անձի քո եսի հետ։ Զգուշացումս հետևյալն է։ Ուշադիր եղի, որովհետև քո հետ կապված ամեն ինչը շատ
ծայրահեղ ծանր վիճակում է։ Եթե քեզ համար ընտանիքը թանկ է, զրոացրու քո էներգետիկան, որովհետև տվյալ դեպքում իմ ասած անով անձնավորությունները քեզ համար շատ ճակատագրական է լինելու ու ասեմ, որ նրանք քեզ հետ շփվում են միայն ֆինանսի համար։ Դե ինչ, այսօր այսքանը կհանդիպենք մյուս անգամ, ձեզ հետ Արման Այվազյանն էր, եթե հարցեր ունեք, կարող եք գրել Փակ TV-ի կոմենտների դաշտում, ես անպայման կընթերցեմ, ու ինչպես նաև կարող եք հետևել Արման Այվազյան օֆիցիալ Instagram-յան էջում, շատ հարցերի պատասխանները այնտեղ նույնպես կլինի։ Կհանդիպենք հաջորդ անգամ, մնացեք բարյավ եւ խաղաղությամբ։ Երբ սուտը դարձավ սովորական, շատերը լռեցին։ Երբ արժանապատվությունը ծաղրի վերածվեց, շատերը լռեցին։ Երբ երկիրը թուլացավ, շատերը հարմարվեցին։ Իսկ հիմա լռելու ժամանակը չէ։